Բացահայտվել է մոտ 1,5 միլիարդ դրամի շուրջ 34,8 կիլոգրամ ափիոն և շուրջ 3 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու դեպք։ Դրանք տեղափոխել և տեղափոխելու էր Իրանի քաղաքացու հիմնադրած կազմակերպությունը Հայաստանում գործող միջազգային փոխադրումներ իրականացնող ընկերության միջոցով։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից թիրախավորվել էր Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ուղարկվող առաքանին, որը ենթարկվել է մաքսային զննության, որի արդյունքում տվյալ առաքանուց հայտնաբերվել է շուրջ 4,5 կիլոգրամ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Այնուհետև պարզվել էր, որ նույն բեռնափոխադրողի մոտ առկա են նույն կազմակերպության կողմից Մեծ Բրիտանիա և կրկին Գերմանիա ուղարկվող ևս երկու առաքանիներ, որոնց զննման արդյունքում նույնպես մետաղական կոնստրուկցիաների միջից հայտնաբերվել է շուրջ 9 կիլոգրամ թմրանյութ, մասնավորապես ափիոն տեսակի։ Այսպիսով Իրանի 3 քաղաքացիներ ձերբակալվել են։ Ձերբակալված անձանցից մեկը որոշել է համագործակցել Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, ուղեկցել նրանց բնակության վայր։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացված մաքսային զննման, ինչպես նաև ձերբակալված անձանց կողմից ներկայացված առարկաների ուսումնասիրության արդյունքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է շուրջ 22,5 կիլոգրամ ափիոն տեսակի թմրամիջոց, ինչպես նաև շուրջ 2,7 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Հայտնաբերված թմրամիջոցներն ու ձերբակալված Իրանի քաղաքացիները ներկայացվել են քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ, միջնորդություն է ներկայացվել դատարան, որից հետո նրանք կալանավորվել են։ Այնուհետև խուզարկություն է կատարվել բնակության հասցեում, հայտնաբերվել են շուրջ 340 գրամ ափիոն, նաև չհրկիզվող պահարանի զննությամբ շուրջ 3 կիլոգրամ ափիոն և 300 գրամից ավելի մարիխուանա։ Պարզվել է նաև, որ Իրանի քաղաքացիները նախկինում Գերմանիա և Նիդերլանդներ ուղարկել են երկու առաքանի։ Տվյալները փոխանցվել են մեր գործընկերներին արտերկրներում, որոնք հայտնաբերվել են տվյալ երկրներում և զննման են ենթարկվել, ինչի արդյունքում ևս հայտնաբերվել է շուրջ 9 կիլոգրամ ափիոն տեսակի թմրամիջոց։ ՊԵԿ-ի Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից նշում են, որ շարունակելու են պայքարը Հայաստանի սահմանով թմրամիջոցներ տեղափոխելու դեմ։ Այդ թվում շարունակվելու են աշխատանքները մեր երկիրը որպես թմրամիջոցների համար տարանցիկ երկիր օգտագործողներին բացահայտելու ուղղությամբ։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հավետյան, լուրեր։